Այսօրվա թեման, որ ես պատասխանել եմ, պակասող Աղյուսը եկեղեցու պատում, Աղյուսը կիրպիշնա, և ավելի հեշտ պատկերացնեք, եթե ստվանքեք, որ խնդրեն այդ ստացան մի մնալմնի տեսեք Եփեսացիների խոսքում ինչ ասում Եփեսացիների 2:22 եկեք բացենք որ դուք հետ շինում եք Աստծո բնակարան հոգով տեսեք այս պատկերը Չայրանես ներկայացնում սա ինքնանալս իրանց օրական բաղա ու որ առաջ հայացքից նայում ենք ոչ մնաց ավյուս պակասը բայց պատը չի պնի տանգուն ապատը եթե առաջին հայացքից ենք նայում ու կատչ բանով ենք դիապասոնով ենք դա պատկերացում բայց երկար տարիների ընթացքում երբ որ այս պատը ենթարկվում է քամիների, օտորիտների, այլ արտաքին ազդեցությունների ուժերի տակ նա սկսում է ներսից կանվել կողքի ակուսն սկսում թուլանալ վերևին է որ բարձր է իրանից նա է սկսում իրան ինքը սկսում է թուլանալ հիմա տեսեք ես այս հարուսը բաժանել եմ 7 պունկտի 7 կետերի ու հետո մենք ասենք տամբուրենք տեսնենք սուրբ ոգին ուսանեսն առաջում տեսեք այս բանտեր ավելի շատ պատկերացում կկազմի շինարանը, ով որ ունի փորձ, ով որ ունի լավ պատկերացում, եթե մարդը չունի գիտություն, չունի փորձ, չի պատկերացում, ասի վերեք էսի ուսեն որ ասեն սվաղենք, վանոն է, ծածկենք ու ոչինչ Բայց շնորհակալ որ տեսնում եմ, ասեմ, հատկանդի բանացել։ Եթե ես քանդիրը չլուզի, այս պատերան ինչ որ հույսներ այս պատը որպես ինք ծառայել չի կարելի։ Ոչ մի առողջ դատողությամբ շնորհած սրատակ չի սովորի։ Նույնն է Քրիստոսի եկեղեցում, գիտեք, որ սա փոխաբերական անցում, եթե Աստծոյի մեջ մի անդամ իր տեղում չի գտնվում, եթե բացակայում է, չի կարողանում ճանաչել իր տեղը Աստծոյի մեջ, այս դատարկությունը առաջանում Աստծոյի պատի մեջ իսկ մենք դիտենք, որ Աստծոյի եկեղեցին կառուցում է ինչպես կենդանի քարերի միջոցով մենք այդ կենդանի աղյուսներն են, որ Աստված վերցնում է մեզ, օգտագործում է իր ակունը կառուցելու համար։ Հիմա տեսեք, եթե եկեք բացենք առաջ Պետրոս 2-ին, պես յավնի լարխել։ Երևորդ Պետրոս, առաջ Պետրոս, երկուսի հինգը։ Դուք դեպ կենթանի քարերի պես շինվեցեք, ոգևոր պատճառ, սուրբ քահանայություն, որ ոգևոր պատարակներ ժամոցանեք Աստծո ընդունելի Հիսուս Քրիստոսի ձեռով։ Սրանից բաց է ինչ կարելի է մնալու պատկերացնել։ Բայց տեսեք, մենք ասում ենք Աստծո տան պատը
կազմված է այդ աղյուսներից չէ, բայց ստեղ մենք պետք է շեշտենք, որ փրկված մարդիկ են ներկայանում այդ աղյուսները, փրկված, վերստին ծնված, Հիսուս Քրիստոսի մեջ հաստատված, իր ապոստոլի մեջ հաստատվածներն են, հանդիսանում այդ աղյուսները։ Աստված, եթե առաջի հայացքից նայենք, այս ներքևի քարերն ավելի կարևոր դեր չէ, տանում դրանց վրա դեր ավելի շատ է։ Ու եթե նայենք, ասենք, այն վերին երկրի ավելի քիչ դեր ունի, քիչ դեր է տանում, ու կարելի է դրան ուսոր յոլա դնում, ինձ ասած։ Բայց Աստված իր եկեղեցուն երբեք ավելորդ մարդ չի դնում, ավելորդ աղյուսը քարը չկա։ Աստված եթե նախատեսել է ամեն քար իր կարևոր դերն է կատարում ողջում։ Չկա մեկ, որ մասին կարելի է ասել նրա բացակայությունը ոչինչ չի փոխում, եղան չի փոխում, ոչինչ, ոչինչ կավ առանձնաններ մեկ ամեն գարաշկնանք ծառայությունը կգնա, այդքան էլ կարևոր չի իման։ Ուրեմն ինչպես մեր մարմինը որ կա, որ նայում ենք, եթե մենք նայում մեր մարմինին, մենք ունենք ավելորդ անդամ։ Չկա չէ, Աստված կատարյալ ստեղծել չէ, այս ամեն մի անդամները մեկը մեկին լրացնելու համար։ Նույն ձևով էլ եկեղեցում ամեն մի քար լրացնում է մյուսին։ Մեկը մյուսին լրացնում է, ու մեկը մյուսից քիչ կարևոր չի, ու մեկը մյուսից ավելի կարևոր չի, բոլորը ունեն իրենց դերը, մենք չպետք է նայենք մեր, ասենք, կողքինների ինչ դերանիք կատարում են, ինչքան Աստված գնահատում իրան այդ դեր կատարելու համար, որովհետև այնտեղ, որ մենք ենք դրված, մենք պետք է հասկանանք, որ Աստված շատ մեծ գնահատական է տալիս, երբ որ մենք հավատարիմ մենք այդ միսիան տանում ենք։ Ու այս, որ ասեցի, սա պատկանում էր առաջին կետին, ասենք երկրորդ կետը տեսեք ինչա։ Այս պակասով աղյուսում կա իրանից այս տարածքի ինչ անդարակությունը, չէ։ Եթե պատիքների նայում ենք առաջին հերթին որն ավել աշխում ընդգնողվել, այդ դանդարը չէ, ժողովրդին։ Մի անգամից ես նայում եմ դարակնալու, ու այդպես էլ Աստծոն մեջ, երբ որ մենք նկատում ենք, ու մեկը չկա, մենք պետք անմիջապես նկատենք իր բացակայությունը, ու արդեն մեր ներսից պետք է այդ բարերողը այ պետք է ներսում արդեն սկսի այդ կարմիր բանը լամբով արկով, որ ինչ է պատահել, ինչ է այս տևային տակարել, ինչ է պատահել։ Ուրեմն արդյոք նայելով մենք պետք է բավարարում ենք։ Մենք երբ որ նկատում ենք, դա մեր համար արդեն ինչա չեն ինչա, դա մեր կանչա մեր համար, որ մենք արդեն ինչ-որ մի եզրակացության, սկսենք եզրակացության գալ, ինչ անենք իր համար, սկսենք աջակցել, աղոթել, բարեխոսել, եթե կայքել հաջարել Պողոսները կանդիսի, ինչ ասում։ Առաջ կորունտացիների ակորունտացից 12:26 Եվ եթե մեկ անդամը ցավում է, բոլոր անդամները նրա հետ ցավում են, և եթե մեկ անդամը փառավորում է, բոլոր անդամները նրա հետ ուրախանում են։ Կարծես թե հեշտ բան է, բայց քանի որ մենք ապրում ենք մեր դեր, իմ մարմինը շնչումը, իմ մարմինը դեր մենք գլուխը բարձրացնում, հավատացեք, որ հեշտ չի լինում,
եկեք անգեսնենք, որ կատարյալ ուրախանալ մեկի հաջողությունով, երբ որ ինքը աստծո մեջ սկսում է աճել, ընդհանրացնել ու սկսել մեծ փոխումներ բերել։ Դա ինչ է խոսում, ինչի մասին ասում, որ արդեն սկսենք մեր հրաշքանք համարել։ Այստեղ մի բան ինչ, եթե ես չեմ կարողանում իմ հոգևոր, ոչ իմ հոգևոր երբ որ հաջողությունների հետ ուրախանալ, իր հետ իրար չավեր։ Ուրեմն իմ ոչ էիրա, իմ մեջ ինչ-որ խնդիրներ կան։ Ես պետք է սկսեմ իմ վրա աշխատել։ Մեկ մարդու բացակայությունը անդրադառնում է ամբողջ եկեղեցու վրա։ Դա կարող է առաջին հայացքից հովիվը ցույց տա, ծառայությունները ցույց տան, բայց դա երևում է հարաբացել ողջունը։ Որովհետև եթե մարդը որոշել է այդ օրը ասում տնի երկրորդ պլան, ինչ-որ ուրիշ բաներով սպառվել, ստեղ խնդիր կարդել։ Անհնարին է, որ արդեն դա չանհանգստացնի թե ովին, թե ծառայությունների, թե լիզերների։ Դա արդեն թեմա է, դա արդեն խնդիր է։ Ոմանք այդ ձև են մտածում, ասում են, եսօր չեմ մոտիվեց, ինչ կարում ողջում։ Դաժեն կամ սենց բաների կարող մոտորի գլխը, որը չմտածվեց։ Ես շիրավի ինքնեցին ետինչ, ես կարող անազնավորություն չեմ ես ընդեղ եղանակ չեմ փոխում, այս անգամ ես ձետ ասլի, չեմ նկատի ինձ սլի, չեմ նկատում, գնամ իմ համարի իմ անցի հաճուկների համար, գնամ շոք ուղել։ Լավ ասողեր ժամանակնա, ժամանակնա, ոչ մեկ չի նկատի, գնամ ես իմ գործերի, ես անգամ էլ որ շատ ազբաղված ծրագրերի անվանում չի նկատի ծառայողների համակ իրան սոցերի։ Սա ես նշել եմ երրորդ պունկտում, այ ինչ պատճառներ կա այդ, որ դատարկել առաջնամվանում։ Առաջի երրորդ ես 4 բան բաղանել, կետեր, իսկ ինչ հետաքրքիր բաներ գծել, վիրավորվածություն։ Այդ վիրավորվածության պատճառով շատերը կորցնում են իրենց դիրքը աստծո տան մեջ։ Կապ չունի ինքը ինչ ծառայություն անում, այսինքն հնարավոր է մեծ գործեր անում, մեծ գործեր, բայց պահեր լինեն ոչ վիրավորվածությունը իրան մշավաճանան ու իր դիրքը կորցնում։ Վիրավորվածության պատճառով դիրքը կորցնելով ամենաառաջին մարդը այն քայլն անում, որը տանում է իր անձի գործադրողը։ Կլասիկ բաներ են ասում, որ շատ պրակտիկ ամենօր մեկը չի բարելել իրանը։ Չի նկատել, անցավ տեսավ դաժե ես 100% համաձայնել, ինքը տեսավ, ու չբարելվեց։ Գնաց կողքին բարելվեց, կողքինը ավելի կարևորական ես։ Այսքան ես չանքրի տանում, հոգս եմ տանում, այսքան աստոտանական, մեկնիկել առավոտներ ամենաշուտ եմ գալիս, բայց դրուկ հանկարծ լիցերի կողքով չբարելվեց։ Ինչ է կարծում աստված իրանց։ Արուչ է հազարակատություն։ Դա պատահական չի, աստված թույլ տալիս, որովհետև տեղեր կա, որ պետք է ցածր չնման, տեղեր կա, որ թույլ չպետք է մնում։ Դա թույլ է տալիս աստված, որ մեր ոգևոր աչքերը բացվեն, որ մենք տեսնենք ինչի անում այդ աշխատանքը մեր վրա, որտեղ խոցելի տեղերը,
Աստված թույլ է տալիս այդ ձերի դրվատներն եկան, որպեսզի մենք սկսենք աշխատանքներ տանել մեր վրա, եթե պետք է ողոտ ծոմ, խոսք սկսենք մեզանից, եթե մենք բավարար շփում չենք ունեցել այդ բանը ինիցիատիվը այդ ցանկությունը որ բանանենք որ առաջին մենք բանանենք այդ քայլը ոչինչ լիդերան հնարավորացել է հնարավորությունների մեջ անցավ կողքով մի հատավոր հետաքրքիր էլի պատճառ մեկը չի գնահատելի ծառայությունը այս կամում է մանուն ինտենսիվ չգնահատվեց տամի մի բավ վերջը գովսանքի լավ խոսքեր ասվեց այս մեկին բայ ես ծանոթ բանում չի ասում նոր կերեք եթե մենք սպասում ենք գնահատական մարդուց, կարող մինչև մեր կյանքի վերջը գնահատականը չստանում։ Ամեն մեր գնահատականը մեր սպասումները Տիրոջից է, ամենակարևորը։ Ու դա է որ գալուտեն կանմար, դա է որ կշիռ կին չունի անկին է, երբ որ տերն ալմատում, ոչ թե մարդը երբ որ տերն ալմատում, քո գործել։ Մի ուրիշը վիրավորական խոսքն Սր առաջին գալիս մի հողամատությունն է, արդյոք կարող ես ներես և ոչ։ Մյուսը դրանցից բոլորից բացի իր ամբիցիաներն առաջ ողում ասում ես արխանեի ուրիշ բան ինձ դեպս սվարվեցին։ Պատկերացում չէ, ես չպատահական չեմ դրանք ասում, որովհետև դրանք որ համախմբում ենք այդ պունկտերը, կետերը, դրանք գալիս ու հանգեցնում այս մեր դատակցությանը, մենք կործնում մեր դիրը, դրա համար աստուպոսն ասում Եկեսացիների 26-ում, այսօր հաղորդություն ակներ շատ կարևոր որոշում պետք է կայացնենք, եթե մեր սրտերում մեկին չենք ներել, եթե մեր սրտերում ինչ-որ մի բան կա, որ պահում է, պետք է աղոթենք, ասենք Տեր ջան ազատիր մեզ, դա մի բան է, մի պետնոյ է, մի բան է, որ պետք է հեռանա մեր կյանքից, որովհետև իմ ու քո հարաբերությունների մեջ, իմ ու եղբորս որոշ հարաբերությունների մեջ, բացի բացությունից, մաքրությունից, սիրուց, ոչ մի բան չպետք է լինի, ոչ մի մանախով, ոչ մի կերտոտ ու մուկ բաներ։ Երկրորդ կետը պետք կապված է տեքստի հետ, ոգևոր սարքությունն է։ Մարդը սկսում է դադարել աղոթել, իսօրեն ասում ոչինչ Երբ չկարդաց ոչինչ ողնացան, էլի որ աստված իհարկե չի ասի հենց իրիկումը ոչի կտան դժուր, իհարկե ոչ չկարդացի, ես սպասում եմ դիկանտրած, բայց չկարդացի, բայց իհարկե ոչ աստված բազողովար աստված է, իհարկե չպետք է չարուշահենք իր բազողովությունը, բայց այդ հենց փոքր բաներն ալովում մեր համար փոքր բաներ աննշան են, բայց դրանք, եթե մենք չկարողանանք կառավարենք, եթե չկարողանանք կառավարենք, դա արդեն կդառնա սովորականություն մեր մոտ ու արդեն այսօր էլ ես ձեր մտածենք, այսօր էլ չավարտացնեմ ոչինչ, բայց ուրիշ գործան միսի արեցի, մի արեցի, որ Աստծուն ոչ մի կապ չունի ու դրանց լավություն արավ իր շնորհակալությունը ստանալու համար։ Աստծուն ինչ դրանց։ Աստծու տանը ինչ, Աստծու տանը ինչ ստացավ դրանից։
սկսում է դառնալ ուղղակի այդ ապագա սկսում է նվազել։ Սկսում է արդեն նահանջ դիրքը ընդունել, դիրքը գործնել, ու արդեն ստեղ վատատերները մակում լրացում ողջի բաներով, որով Հիսուսը մեծ նախազրկեց ուշացում համատեղուսում 24-ին անօրության շատ անվաճարով շատերի սերը պրտի սանչի։ Եթե մենք ամուր կամենած Քրիստոսի գամանության մեջ ենք, որ գիշեր աղթում ենք գոգով, ինչ անհարավիրքեր որ լինի, ինչ անօրություններ մեր շրջապատան որ լինի, դա պետք է մեզ երբեք չտատանի մեր որոշումը կասկածի տակ չդնի։ Երրորդ դեպքը որ նշել եմ դա մեղքը։ Մեղքը սկսում է քայքայել մարդու առավելությունը Աստծուց։ Ինչպես վերև նշեցի մարդը կողմել, աղոտքը, դոցականությունը, այնուհետև եկեղեցական հավաքույթներ աթողում, ու այդ դերը դատապությունը Իրանից հետո ինքը հետ չի թողում, դատարկը Իրանից հետո։ Եվ չորրորդ կետը որ նշել էի անտարբերությունը։ Տեսեք շատ որովհետև շատ հաճախ հանդիպում ենք դրան, որ ինչ-որ մի հասարակություն անկրվում, ինչ-որ ծառայություն արմելու բան, այդ անտարբերությունը հասնում է։ Մենք ուրիշ բանում ենք։ Դրա ոչ դեսոչ դրան մեկը կան պատրաստ մարդիկ, որ ինտերը կանում, էլի որ կանում, հարկտի ոչ է, այդ պատրաստ մարդկանց համար, ու մեր եկեղեցում կան, այդպիսի սատեր կան հարկտի ոչ է։ Այսօր որ վահանով կորել էի վահանում ես լավնուկ ես հարցրասի օրենքանու կիլոմետր եմ խշնում, 400 կիլոմետր եմ, բայց այն սրտերից է, որ կիլոմետրի այս ասման ես պատրաստել եմ։ Այդպիսի սրտերը, այդպիսի անձերը միշտ կանգնած են, չկասված չեն, պետք է չլինի, Աստված ճարելու է ձերի մարդկանց, քնելու է ճարելու կամ, եթե դու ասես, մի ուշ բան ինտերը, լենարում անձանուց են լավանում, բայց Աստված ուզում է ով քեզ ուզում, որ դու անես, դեկուս դերիով ես, դեկուս տարբերել չանես, բայց արդեն քեզ նախասավան էր Աստված, այդ գործը, տես ինչ հաճույք ստանալ Աստված ու ծառայությունից ծառայություն, նկատես Աստված ոնց է քեզ բարձրացնում, տաշտում, հավաքացնում, որտեղ որ անկյուններ կան, կրորացնում, որտեղ որ դարիքոսեր կան, արդեցնում, որ առաջ գնաս։ Տես չորդ կետուրոց նշել եմ, պետք է մենք ինքներս զրած տանեմ։ Դա արդյոք ես եմ։ Այդ պակաս աղյուսը, հնարավոր չի, որ ես եմ։ Մենք արմենք պետք է հարցանում ես։ Ես դաժևալին ասեմ, անկախ նրանից, որ մենք զբաղված ենք տարբեր ծառայությունների մեջ Աստծոյանը, բայց հնարավոր է էլի մենք հանդիսանանք այդ ձերի պատճառ, այդ դատարանության, որովհետև Աստված իմանալով մեր պոտենցիալը, մեր հնարավորությունը սպասում ավելի միշտ ավելին Աստված սպասում, որովհետև Աստված մեր կողմը կանգնած է, դրան ամեն ինչ տվել է, ոսկրվել է, սուրբ հոգին տվել է, որ սովորացնի առարկան, ու Աստված այդ սպասումների մեջ անընդհատ մեզ համար։ Ու այդ աշխատանքը միշտ
որ իշտել ինքնատանային ու հարցնեն Տեր ջան միայն չնի այնպես որ ես լինեմ պատճառային տվյալություն միայն թե ես չունեմ Արան ինչ ուղղում ես անեսնի մեջ փոխլինում սիրտը ես ինչ որտեղ եթե Գերություններ կա, ապա շարունակել տեղեր ես պատրաստել։ Արագային ինչ գործը, ես մի սիրտը խվացում եմ նրա համար։ Իրոք շորնյան մի երանում Եթե ինքը այդ հարցը տալիս են, որոնց տեղ հարցը առաջանում կոչման մասին հետաքրքիր խոսքեր են բանալել, խոսքից կգախան։ Կոչման մասին շատ տեղեր կա, Եվ ես ասիս 4 մեկրի դիրպած են Պատավաճում ինձ իրոչ համար կապված ես, որ այնպես են ամպիսպես, որ կվայլել այն կոչմին, որի մեջ կանչվեց ակր Երեմիան ավելի, սենց միակ մետարկիր բանատերում, Երեմիայի մեկին ինգը պետք բացեն է։ Ես որգոմայնում չստեղված, ես կեզ դիտել և արգանդից վեր դուրս չեկած, ես կեզ սրտեցի, կեզ ազգերի մարգարեն վերել։ Այն ինչպես մարգարեն աստված մեզ դեր մեր մայրականից անմտություն վրանում, որ վայնում, արդեն աստված մեզ ճանաչեց։ Աստված արդեն մեր համար կոչում ունի, դրեց արդեն աստված։ Մենք պետք է լինենք այդ կոչման մեջ հաստատված։ Երկրորդ Պետրոս առաջ գլուխ 10 խոսքը էս ինչ ասում։ Սրան եւ ավելի ճանաչարի որ ձեր կոչումը եւ օգնությունը հաստատ անեք, որովհետեւ սրանք անելով երբեք անցանքի մեջ չեք ունենա։ Տեսեք, եթե մենք մեր կոչման մեջ ենք, մենք գտնվում ենք այն պատի մեջ, որտեղ որ Աստված ուզում է մեզ տեսնի այն քարը, որ մենք ենք հանդիսանում, ուրեմն ոնց որ առաքյալն ասում, որովհետև սրանք անելով երբեք անցանքի մեջ չեք ունենալու։ Այդ կոչման ընտրությունը հաստատ անելով։ Այն տեսեք ինչ զգուշացնում է։ Դրա շահատություն կարող ենք, որ հավատարիմ լինենք Տիրոջը, որ աջակցենք եկեղեցուն, Քրիստոսը միշտ փնտրտուքի մեջ է այսպիսի աղյուսներին, որ իրանք իրաց դիրքը զբաղացրել են ժողովրդի համար։ Արելույնան, որ Աստված երբեք չի մերժում իր ընտրված այդ քարերին։ Աստված հիանում է, երբ որ տեսնում է ամեն քար եկեղեցու պատի մեջ իր դերն է դառնում, պարտաճնաչ, առանց տրտնջալու, հաստատված, հիմնավորված։ Իսկ եթե ինչ որտեղ են տատանումներ կան ինքը իհարկե վերականգնում է, մեր դիրքը վերականգնում է, միշտ։ Ղուկասի 19-10 Մատթեոսի նկարը, որոնի պետք է որացել։ Աստված միշտ որոնում է այդ
կորածի որոնումը, ուրեսու հացնումը։ Մենք նմանապես մեզ պետք է հարցնանք, ուր եմ ես Աստծոյի մեջ, որքան եմ ես եւ նաեւ անգամ հարցնենք, արդյոք ես եկեղեցուն չոր բարեմ։ Արդյոք իմ վրա ինչ-որ բան է հիմնված եկեղեցուն։ Թե ո՞ս փոքր ծառայություն է։ Արդյոք ես հավարում եմ հիմք այդ ծառայությանը։ Դեր ինչ։ Հայրը սպասեց տարիներով իրական առողջություն։ Որ անգամ Աստված սպասում եմ այդ մարդը, որ նախատեսված նախասահմանված է իր մոր որովայնում, Աստված սպասում է, միշտ սպասում է, որ մենք գանք այդ կանչված այդ տեղը սպասենք։ Հնարավոր ասես, ես հաստատ չեմ տեղավորվում, իմ պարամետրը չի համապնում, ես այդքան էլ ուղղանկյուն չեմ։ Եթե փորձի հետ ասենք, բան է, վարմետը, չի էլ կարող, որով ես չեմ տեղավորվի։ 20 տարեկան էին ընկերոջս հետ բանվարություն էին գանում, բանակից պետք է հաղորդակցներ էր աշխատանքի տարբան, մի վարպետի օգնում էին։ Վարպետը երբեք չէր ասում, այս քարը վերցնում, այդ մատով ցույց տա, ու ասել այս քարը վերցնում, դու ինձ որ ես դերեմ։ Երեք ինչ էր ասում, ասում էր դու այն քարը որ ինձ դիալոգ վարի, կրային օգնում։ Բայց դեք ինչ ժողովուրդ ժամանակի ինչ սեցիկ ճանաչել, ինչին վրա նկատում ենք, հիանալի իլյուստրացիա, Աստծո հետ երբ որ մենք հարաբերությունների մեջ ենք ժողովուրդն, բավական է Աստված կես խոսք ասի, այս սենսում, մենք արդեն հաստատ է ճանաչել ինչին նկատում է Աստված, Ամեն արտիրոջը։ Երբ որ այդ պակասով ամուսը տեղադրում իրեն համար նախատեսված տեղում, ինչ ապելում, պատը դարում ամբողջական, արդեն իրա ֆունկցիան 100%-ով կատարում է, այդ էպիսի պատը, պոտորիկները, թամները, անձերները չին կարավոր, իսկ չին տեղից շարժել, որովհետև Ուսեմ որ սիասը կապ օրորդ ստեղծում է, ստեղ արդեն թույլ տեղ չկա, որ ուզեսել տատանես արդեն այդ կապը կա, այդ հաստատություն արդեն կա։ Նույն է եկեղեցին պես է, երբ որ մարդ իրական մեծարության մեջ, աղոթների մեջ, աչակցություն անի, օրնի, ձերբաստրի, դրանով հանդերձ սկսում այլ բանը ավելի ու ավելի ամբրանանել։ Բայց մի բան, որ մեր պետք է միշտ զգուշ լինենք, չմոռանանք, որ հաճախ լինում է սկսած առաջին տարի եկեղեցուց, մենք պետք է ճանաչենք մեր դիրքը Աստծով։ Երբեք մենք չպետք է անգամ պատկերացնենք այդ բան, որ ես հիանալի կկատարեմ այս անգիմակալի դերը։ Ես զորել եմ ես Աստծու մեջ։
լավ հաստատված են, ես խոսքրակ գիտեմ, հողոտների մեջ եմ, ուսումների մեջ եմ, ողքան ես կարան քարի դեր կատարեմ, որովհետև մի անձնավորություն, մի անձ, որը տրվավ այդ դերը և միսիան կատարել համար դա Հիսուս Քրիստոսն է, գիտեք, ասում այն քարը, որը բանատվեց շինարարների միջոցով դարձավ անկյունակալ, Տիրոջ համար, որ ինքը մեր համար միշտ է ինքն է, միշտ է մեր համար այդ ամրությունն է, մեզանց յուրաքանչյուր պետք է ապագոնել մասի Տեր ջան, ես ուզում եմ լինեմ այն տեղում, որ նմանուղ նախասանատերից ինձ։ Ես ուզում եմ անեմ այն ծառայությունները, որի համար դու ինձ պատրաստել ես։ Ես չեմ ուզում մյուս քարի տեղը զբաղացնել, որովհետև այնտեղ զբաղված եմ, այնտեղ իմ քույրն է, իմ եղբայրն է։ Ասում խոսքը պարանը երանքի միտը ուտրան սրոչին եմ իսկորը պարանացը երանքի ապատված այդ պարանը շուրջի կտրվի այդ ձևել այդ պատի օրինակն է ոչ այդ հապվածությունը ստեղծում այնպես է մենք որպես այդ քարերը Աստծոյն մեջ մեկս մյուսից պետք է կախված լինենք այդ կախվածությունը մեկս եթե ինչ-որտեղ թույլություն կա մեր քրոջ մեր եղբոր կյանքում մենք պետք է պատրաստ լինենք այդ ձև պահենք ինչ-որտեղ ծանրությունը մեր վրա վերցնենք որ պատահանքով կամ լինի հավատացեք որ Աստված իջապի է զորել է որ այդ ծանրությունը, որ մենք վերցնում ենք մեր վրա, ինքը մեզ ավելի զորացնի ու որ մենք կարող ենք միսիան առաջ տանենք։ Ինչպես ասեցի, կուզեի, որ մենք մեր ներսում այդ անալիզը անենք։ Ասենք դերս մեզ որտեղ եմ ես Տեր ջան, որտեղ եմ ես գրկում Աստծոյն մեջ, եթե իմ կյանքում կան այդ սիմպտոմները, որոնք ես վերոհիշատել բանատողերով նշեցի, որ ինչ-որտեղ ալարգոցություն այսօր չգնամ եկեղեցի, ինչ-որտեղ շատ կարևոր գործ է Տեր ջան, ներող կրնես այդ գործը ես պետք անեմ, եթե ինչ-որտեղ մեր կյանքում այդպիսի բաներ կան սիմպտոմներ, պետք է մեր կյանքում այդ հետազոտությունը անենք ու որոշում կայացնենք, որ դրանք ճիշտ լավ բաներ չեն, սիմպտոմներ չեն։ Աղոթքի մեջ մենք ջանանք, խոսքի մեջ հարատևենք, որ Աստված ուղղի մեզ, որ Աստված մեզ ընդառաջի մեր ճիշտ տեղում, մեր ճիշտ միսիան կատարելու համար։ Եկեք անենք, Տիրոջը խնդրենք ասենք, Տեր ջան, եթե դու մտածում ես այդպիսի էլեմենտներն են կյանքում, եթե դու տեսել ես այդպիսի քայլեր, եթե տեսել ես այդպիսի որ ճիշտ որոշումներ, որ մենք կայացրել ենք, որ առանց ինձ այսօր կանցնեին, կամ ինձ չեն նկատի, այսօր իմ ներկայությունը այդքան կարևոր չի եկեղեցում։ Եթե այնպիսի մտքեր կան, եկեք Տիրոջ կեղծ խոստովանենք, որպեսզի Տերը մեզ ուղղի հաստատի, որ մենք առաջ գնանք խոսքով,
որ առողջանան հատուցման իր անվան համար Հիսուս Քրիստոսի անունով Տեր ջան Ողանում ենք քեզանից խոսքը ամենքո սուրբ հոգու համար ցանկագին Տեր Աստված ողանում ենք քեզանից որ դու սովորեցնում ես մեզ ընթառաջում ես որ քո խոսքը ինչպես մեղր է ծորում է քունքերին որպես դու ճիշտ ժամանակին հանդիմանում ես ճիշտ ժամանակին սովորեցնում ես Հարկես Տեր ջան ողանում ենք քեզանից քո ամեն խրատների համար ու մենք պատրաստակամություն ենք ասում Տեր ջան այ ես ինչ որտեղ երկու դա ցավոտ կարող է լինի Տեր ջան ընդունում եմ այդ խրատը դուր այդ խրատը ավելի լավ այդ խրատը ես ժամանակին ընդունեմ միջ չէ ցավոտ անդե դա ունենալ կործանման հետևանքին կյանքում ես ընդունում եմ այդ որոշումը Տեր ջան ես որոշում ընդունում եմ որպեսզի հետագայում քո մեջ քո եկեղեցու պատի մեջ ճիշտ դիրքավորված տեղ ունենա Հարգանք քեզ գոհություն քեզ Հիսուս Քրիստոսի անունով շնորհակալություն քեզ ամեն ինչի համար Հիսուս Քրիստոսի անունով Փառք քեզ ամեն